Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, հետևելով հայ-ադրբեջանական գործընթացներին, որոնք գնալով կարծես թե ել ավելի են ակտիվ անում, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի որոշակի սեգմենտ, եւ ոչ միայն քաղաքական դաշտի որոշակի սեգմենտ, դա ինձ այնքան չի զարմացնում, այլ կա մի խավ մարդկանց, բնակիչների հասարակության, որոնք անընդհատ քննադատում են ցանկացած դրսևորում այս գործընթացի եւ թիրախավորում են այն։ Կգա Հայաստան ծորեն Ադրբեջանի տարածքով, ասում են դա ինչ որ խոզիկեր է, հա։ Հիմա բենզինն է գալիս, ասում են բենզինը ինչ որ անորակ բենզին է։ Դա էլ դնենք մի կողմ։ Քաղաքացիական հասարակության հայտնի հանդիպումները, ձեր կենտրոնի մասնակցությամբ այդ թվում նաև Բաքու այցը իրենց գալը, դա էլ միանգամից թիրախավորվեց։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ չեն ուզում, որ խաղաղության գործընթացը առաջ գնա։ Ինչու՞։ Որովհետև այն գործընթացը, որը տեղի է ունենում, ենթադրում է, որ իրենք քաղաքական դաշտում անելիք չեն ունենալու։ Իրենք սնվում են այնպիսի տեղերից, որոնց հիմնական դաշտը, հիմնական հնարավորությունը, հիմնական ասպարեզը աշխատելու մեր տարածաշրջանում, դա որոշակի կոնֆլիկտային իրավիճակն է։ Կոնֆլիկտային իրավիճակ ասելով չհասկանանք պատերազմը։ Կոնֆլիկտային իրավիճակ ասելով հասկանանք փակ սահմաններ, հասկանանք առևտրի բացակայություն, միջնորդավորված առևտուր, որի դեպքում որ պիտի մենք ինչ-որ մեկին տանք եւ այդ ինչ-որ մեկը փոխանցի երրորդ կողմին։ Իրենք չեն կարող ուղիղ փոխանցել երրորդ կողմին։ Եվ նմանատիպ բազմաթիվ դրսևորումներ։ Եթե այդ դրսևորումները չկան, բնականաբար այլևս տարածաշրջանում որոշ քաղաքական ուժեր իրենց դերակատարման համար այն օգուտները, որ քաղում են, այլևս չեն քաղելու։ Օգուտները չեն քաղելու, այլևս նույն ծավալով չեն ֆինանսավորելու այն քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ուժերին, որոնց մասին դուք ասացիք, եւ նրանք էլ կտրվելու են ֆինանսական միջոցներից, այլ ռեսուրսներից, այլ հնարավորություններից, ճանաչումից, հեղինակությունից, իշխանության հասնելու որոշակի հույսերից։ Բնականաբար, եթե մարդը տեսնում է, որ զարգացումները իրեն անձնական վնաս են բերում, պետք է դեմ լինի այդ զարգացումներին, եւ ես նշեմ, որ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր կառավարում եւ ուղղորդում են այս գործընթացները։ Կան իհարկե մարդիկ, ովքեր ընկած են այդ ազդեցության տակ եւ այդ ընկած են այդ ազդեցության տակ, որովհետեւ մեր նշած կառավարողները եւ ուղղորդողները ունեն բավական մեծ ռեսուրսներ ազդեցություն գործելու։ Դրանք մեդիա ռեսուրսներն են, դրանք գումարներն են, ֆինանսներն են, դրանք այդ մարդկանց հանրային ճանաչելիությունն է։ Կան մարդիկ, ես հիմա չի ցանկանա անուններ տալ, բայց կան մարդիկ, ովքեր օրը մեջ հայտարարում են, թե ես եղել եմ այսինչ տեղում, խոսել եմ այսինչ մարդու հետ։ Մեկն էլ կար խոսում էր այն մասին, թե Եմենում ունի իր աղբյուրները, որոնք իրեն ինչ-որ բան են հայտնել եւ ինքը այդ մասին եթերում հայտնում էր։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ մարդը ով է, ինչ կապ ունի Եմենի հետ եւ Եմենում ինչու պիտի ինքը աղբյուրներ ունենա։ Այսինքն, տեսեք, մարդիկ օգտագործում են ամեն ինչ, ամեն հնարավոր միջոց իրենց նման մտածող մարդկանց որոշակի քանակ ապահովելու համար, որովհետև եթե չլինեին այս հետևորդները, միայն իրենց հնարավորությունները շատ քիչ կլինեին խնդիրներ ստեղծելու համար։ Ես հենց դա եմ ասում, վտանգավոր է նա, որ հասարակության մի մասը այս մանիպուլյացիաներին տրվում է եւ ձևավորվում է հասարակական կարծիք, ինչ որ սեգմենտում հասարակության, որը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Եվ այստեղ կա եւս մեկ հարց, երևի թե մենք այդ մասին էլ կարեւոր է խոսենք, որ այո, այդ մարդիկ առաջին հերթին պայքարում են, հա, արևի տակ իրենց տեղի համար։ Խորհրդարանում տեղի համար, որ թալանածը պահպանեն, նորից սկսեն թալանել, ինչու ոչ։ Շարունակեն իրենց մասին խոսել։ Դա հասկանալի է, բայց այսպեսի մի հարց, պարոն Ղևոնդյան, չնայած ես գիտեմ դուք ինչ եք պատասխանել։ Լավ, բա որ վաղը այնպես ստացվեց, որ այդ ամեն ինչը կառավարումից դուրս եկավ եւ նորից պատերազմական իրավիճակ եկավ։ Այսինքն 20, 21, 22, 23։ Ինչ որ մենք շուտ ենք մոռանում, չէ՞, այդ ամեն ինչը։ Շուտ ենք մոռացել, թե 5 րոպե էր պակաս, որ ադրբեջանցիները Սյունիք մտնեին, չէ՞։ Եղավ այդպեսի բան։ Բայց այդ ինչ անեն։ Ես ցանկանում հարցնել, իսկ այդ մարդկանց տեսակետից ո՞րն է խնդիրը։ Ավելի լավ, ինչքան ավելի քաոսային իրավիճակ,
իրենց համար որքան ավելի քաոսային իրավիճակ, այնքան ավելի լավ, ավելի մեծ հնարավորություններ իրենց խնդիրները լուծելու։ Այսինքն, այստեղ հարցը այն չէ, որ նրանք դա անում են հույս ունենալով, որ պատերազմ չի լինի կամ մտածելով, որ վնաս չեն տալիս, ոչ նրանք դա անում են հենց նրա համար, որպեսզի վնաս տան, որպեսզի իրավիճակը դուրս գա կառավարելությունից, ձեր նշած իրենց համար, իրենք կասեն փառք Աստծո, եթե այդպեսի բան լինի։ Ես պատահական չէ, որ Աստծո անունը հիշատակեցի, որովհետև նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր ծառայում են Աստծուն, գոնե այդպես են ներկայացնում։ Աստծո անունով են ծառայում։ Այո։ Եվ նրանք հույս ունեն, որ կգա այդպիսի ժամանակ։ Նրանք հույս ունեն, որ ընդհակառակը կգնա դեպի վատթարացում, ընդհակառակը Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարողանա սահմաններ բացել, չեն կարողանա առևտուր անել։ Խոսքը իհարկե որևէ կերպ չի գնում եղբայրանալու մասին, ընդ որում ես մի հետաքրքիր բան եմ ցանկանում հիշել եւ ցանկանում եմ դրա մասին պատմել մեր ունկնդիրներին, որ նշված սեգմենտը այն մարդիկ, ովքեր այսօր այդպես ամեն ինչ անում են, որ Հայաստանը հանկարծ Ադրբեջանի հետ հարաբերություններ չհաստատի, առևտուր չանի եւ այլն, նրանց ներկայացուցիչներից մեկը տարիներ առաջ մինչեւ 44-օրյա պատերազմը ատենախոսական քաղաքական գիտությունների տեխնացուի ատենախոսություն էր գրել, որի մեջ նշել էր, որ եթե Ռուսաստանին հաջողվի վերականգնել եվրասիական այդ ընտանիքի համերաշխությունը, հայ եւ ադրբեջանցի մարդիկ կդառնան, հայ եւ ադրբեջանցի մարդկանց ներողությունս ուղիղ մեջ բերեմ, եղբայրական զգացմունքները նորից կարթնանան։ Ընդ որում այդ ատենախոսությունը միաձայն անցել էր իրենց իսկ խորհուրդներով եւ եկել էր հասել էր մինչեւ որտեղ որ պետք է հասներ։ Այսինքն տեսեք, տվյալ մարդկանց համար նորմալ է, իրենք դեմ չեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները եղբայրանան, եթե դա հետևանք է Ռուսաստանի կողմից այդ իրենց պատկերացրած ընտանիքի վերականգնման։ Բայց եթե հանկարծ Ռուսաստանը չկա այդ գործընթացի մեջ, ապա ադրբեջանով անցած ծորենը հանկարծ թունավորվում է, ադրբեջանական բենզինը դառնում է, չգիտեմ, որ կարգի, արյունոտվում է եւ այլն եւ այլն։ Տեսեք, թե ինչքան երեսպաշտ են նրանք, ինչքան իրենց խոսքը կեղծ է։ Ցավոք սրտի պիտի նշեմ, որ կա մարդկանց հատված, ովքեր հաշվի առնելով իմիջիայլոց ես կցանկանամ հիշեցնել, որ դրա մասին խոսել ենք մեր նախորդ հանդիպումից մեկի ժամանակ, հաշվի առնելով, որ գաղափարապես չեն ցանկանում տեսնել Հայաստանը Ռուսաստանից հեռու, գաղափարապես պատկերացնում են իրենց ընդ որում մեր խոսակցությունից հետո շատ հետաքրքիր մի դեպք տեղի ունեցավ, որի ժամանակ ես նորից հիշել էի մեր խոսակցությունը, մեր հանրաճանաչ մարդկանցից մեկը եթերում ասաց, թե ինքն իրեն պատկերացնում էր Կալինինգրադից մինչև Սախալին ընկած երկրի քաղաքացի։ Այն նմանատիպ մարդիկ երբևէ չեն կարող պատկերացնել ինչ է Հայաստանը, ինչ է պետականությունը, ինչ է հայկական արժանապատվություն։ Նրանց համար իրենց երկիրը Սախալիններն են, Կալինինգրադներն են եւ այլն։ Եվ նմանատիպ մարդկանց վրա ազդելը շատ հեշտ է։ Եվ այստեղ եւս մեկ ճշտող հարց, այդ մարդիկ, որոնց դուք նկարագրում եք, նրանք իրոք հավատում են դրան, թե սա ուղղակի ինչ որ փարիսեություն է, երեսպաշտություն է, կեղծիք է, եւ նրանք փորձում են հասարակությանը հրամցնել մի միտք, կներեք արտահայտության համար գաղափար, որին իրենք չեն հավատում։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է, ինչպես հանրահայտ խոսքն է ասում, ինձ էլ ինչ տակ, այսինքն մարդիկ ունեն որոշակի սպասելիքներ, որոշակի հնարավորություններ, որոնք կարող են իրացնել այս դեպքում։ Ունեն ռեսուրսներ, տեսեք, շատ-շատերն են քննադատում Սորոսին։ Ով է Սորոսը։ Շատ մեծ սեփականատեր, ով ունի շատ մեծ ռեսուրսներ եւ այդ ռեսուրսներով փորձում է քանդել այն շուկաները, որտեղ իր ապրանքները չեն վաճառում։ Մրցակցության մեջ։ Մոտավորապես այդպիսի մի բան անում է աշխարհում ցանկացած բանական էակ, փորձում է ձևավորել իրավիճակ, որտեղ որ ինքը ավելի շատ շահ կունենա։ Նույն բանն էլ փորձում են անել այս մարդիկ։ Երիշխող դիրք։ Խնդիրը դիրքը չէ, խնդիրը ուրիշի նկատմամբ գերիշխանություն չէ։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ այստեղ ունեն փող, այստեղ ունեն ռեսուրսի ակնկալիք, այստեղ են։ Այստեղ իրենց հարգում են, իրենց նստեցնում են սեղանի գլխին, նրանք այդտեղ են։ Եթե վաղը այդ սեղանը չլինի, եթե այդ փողը չլինի, այդ ռեսուրսը չլինի, տեսեք, մենք շատ օրինակներ ունենք։ Ինչ եղավ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի հետ, ինչ եղավ Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Ես հատուկ կերպով եմ հիշեցնում կոնկրետ ղեկավարներին, բայց եկեք ուշադրություն դարձնենք կամ եթե չգիտեն մարդիկ տեղեկացնեն, որ միայն ղեկավարները չեն, որ այդպես կարողացել են դասավորվել այնտեղ, որտեղ կարողանան լավ նորմալ ապրել։ Տեսեք, Յանուկովիչը երբևէ չի հիշում, որ ինքը ուկրաինացի է, չի կարոտում Ուկրաինանին պատկերացնելով, ինչպես Ասադը չի հիշում, որ սիրիացի ասում են նոր մասնագիտություն է սովորում։ Այս մարդիկ էլ նման մտածելակերպ ունեն, ինչ տարբերություն Երևանում, Մոսկվայում, Մագադանում, թե Կալինինգրադում։ Իրենց համար դա մի ընդհանուր
Երկիր է, որտեղ որ կարելի է լավ ապրել։ Եթե Երևանում իրենց փող են տալիս, ասում են այս գործն արա, լավ են ապրում Երևանում են։ Վաղը կլինի ձեր նշած պատերազմը, ձեր նշած խնդիրները, հանկարծ կլինի ոչ այն ինչ իրենք պատկերացնում են, որ այդտեղ կարողանային մեծ շահեր իրացնել։ Կգնան իրենց պատկերացրած երկրի մյուս հատվածներում ինչ որ մի տեղում կշարունակեն ապրել։ Արցախի ղեկավարները, որոնք Բաքվում են, դա չէ։ Ես կարծում եմ ոչ։ Իմ ցավում եմ, իհարկե ցավում եմ ասում այդ մարդիկ գերության մեջ են, աստվածաշուտ վերադառնան, բայց իմ պատկերացնելով, եթե նրանց հնարավորություն տրվեր, նրանք նույնը կանեին։ Լավ, պարոն Ղևոնդյան, այստեղ ամեն ինչ կարծես թե պարզ է, խոսենք նաև իրականությունից։ Ունենք խաղաղության գործընթաց, որը լավ թե վատ, ինչ որ քայլերով, փոքր կամ մեծ քայլերով ընթանում է առաջ։ Պատկերացնենք, որ այդ գործընթացը չկա։ Այո։ Այլ ընտրանք ունենք մենք այսօր ռեալ, եթե փորձենք համադրենք աշխարհակաղակական շահերը, աշխարհատնտեսական շահերը մեր տարածաշրջանի շուրջ, ինչ որ այլ հնարավորություն կա, որովհետև երբ որ այս ամենը քննադատվում է, այս ինչ որ կատարվում է այսօր, ես այլ ընտրանքի մասին չեմ լսում ոչ մի բան։ Տեսեք, կա այլ ընտրանք, բայց այլ ընտրանքի մասին խոսել իրականում այդ այլ ընտրանքը ցանկացողները չեն կարող, որովհետև Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում այդ այլ ընտրանք։ Այլ ընտրանքը հետևյալն է. ներգրավվել ռուսական ցանցին, ապրել այնպես, ինչպես ապրում են բելարուսները, լինել նյութենական ինչ-որ մի բանի մաս եւ գործել այնպես, ինչպես կթելադրեն Մոսկվայից։ Այն, ինչ արվել է մինչև 2018 թվականը փաստացի, շատ փոքր բացառություններով, եւ դրա արդյունքում դեմ գնալ ամբողջ առաջավոր աշխարհին եւ չունենալ ճանապարհներ, չունենալ հնարավորություններ աշխարհի հետ հարաբերվելու, ինչպես օրինակ Ռուսաստանում բնակվող մարդկանց մեծ մասը։ Նրանք չունեն հնարավորություն իրենց անձնագրերով ճամփորդելու, նրանք չունեն ճանապարհներ, նրանք չունեն շատ տեղերում էլեկտրականություն, նրանք չունեն կոյուղի, չունեն տարրական պայմաններ ապրելու համար, բայց իրենց զգում են, ինչպես ասացի, այդ մեծ իրենց պատկերացած հայրենիքի մաս։ Մեզ համար այդ այլընտրանքը կա իրականում, ֆիզիկապես գոյություն ունենալ, պետականությունը կլինի միայն ֆիկտիվ, ինչպես ես նշեմ, որ վերջին 30 տարիների ընթացքում որոշ հատվածներում այդպես էլ եղել է։ ՄԱԿ-ում գուցե ներկայացուցիչություն ունենանք, բայց մինչև Մոսկվայից հրահանգը չգնա այդ ներկայացուցիչով ոչ միայն քվեարկություն, ընդհանրապես ելույթ էլ չի ունենա։ Նույն կերպ Հայաստանի Հանրապետության գոյությունը կնմանվի Բելարուսի գոյությանը, որը ըստ էության պետություն արբանյակ է Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։ Ղևոնդյան, իմ կարծիքով դուք չափազանց լավատես եք իրականում։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հաշվի առնելով այն տեղը, որտեղ մենք գտնվում ենք տարածաշրջանում, մեզ Բելարուս դառնալու հնարավորություն է տալու։ Գոնե Բելարուս, որովհետև տեսեք, Արցախի հետ նորից եմ վերադառնում Արցախ։ Արցախի հետ ինչ տեղի ունեցավ։ Իսկով ասեց, որ Ռուսաստանը այդ նույն բանը չի կարող անել նաև Հայաստանի հետ։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք Արցախը կարող են հանձնել, ասում են չէ, անտրամաբանական է, իրենցն է։ Ոնց կարող են հանձնել։ Հանձնեցին, չէ։ Հիմա որ մենք դառնանք Բելարուս միութենական պետության մաս, իսկով ասեց, որ վաղը չէ մյուս օրը մեզ չեն տրոհի, չեն հանձնի մասամբ կամ ամբողջությամբ։ Այդ նույն սցենարով ասեց, որ չի կարող այստեղ լինել։ Տեսեք, այստեղ ամենայնիվ կա որոշակի աշխարհակաղակական տրամաբանություն, Հայաստան պետության կամ Հայաստան միավորի, նույնիսկ եթե այն պետություն չլինի, օրինակ մարզ լինի Ռուսաստանի տարածքում, գոյությունը որոշակի տրամաբանություն ունի եւ Հայաստան միավոր գոյություն չունենալը բացարձակ այլ տրամաբանություն է բացում եւ այդպես կարող է լինել, օրինակ, երբ Խորհրդային միությունը ձևավորվեց։ Այնուամենայնիվ Հայաստանի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ստեղծվեց։ Ինչու՞, որովհետեւ կա որոշակի տրամաբանություն, որ Հայաստան միավոր պիտի գոյություն ունենա։ Պարտադիր չի, որ այն ունենա պետականություն, բայց որպես միավոր այն պիտի գոյություն ունենա, գուցե ինչ-որ մեկի տարածքում։ Թուրքիան չի ցանկանա բնականաբար, Թուրքիան ընդհանրապես դա պետք չէ։ Ռուսաստանի համար դա ընդունելի տարբերակ կարող է լինել։ Տարբերություն կա, շատ մեծ տարբերություն կա Արցախի հետ, եւ տարբերությունը հետեւյալում է. Արցախը հնարավորություն էր որևէ մեկին քաշելու իր կողմ։ Եթե Արցախի միջոցով Հայաստանին հնարավոր չեղավ քաշել իր կողմ, ապա Ռուսաստանը Արցախի միջոցով Ադրբեջանին կարողացավ գնել։ Տեսեք, այսօր ռուս-ուկրաինական պատերազմից անցել է 3-4 տարի է սա դրանում, Ռուսաստանը կարողանում է Ադրբեջանի միջոցով բավական մեծ առևտուր իրականացնել, ընդ որում ընդամենը օրեր առաջ խոսակցություններ էին գնում այն մասին, որ Թուրքիան ռազմական միջոցներով ապահովում է ռուսական ստվերային նավատորմի նավթի տեղափոխումը։
Եվ սա եւս Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշակի գործարքի մաս կարելի է դիտարկել։ Այսինքն Արցախը ընդամենը Ռուսաստանի համար հնարավորություն էր որևէ մեկին իրենով անելու։ Հայաստանին չստացվեց, բայց փորձեր եղել են։ Հիշեք, որ Հայաստանի վարչապետը ասում էր, որ 2023 թվականին այդ մեկօրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, մեզ խորհուրդ էին տալիս մեր կողմից հարձակվել Ադրբեջանի վրա։ Բնականաբար այդտեղ Ռուսաստանը լինելու էր ինչ-որ փրկիչ կամ ինչ-որ մասնակից կամ նման մի բան, եւ Արցախը օգտագործվելու էր Հայաստանը ռուսականացնելու, այսպես ասենք, կամ իմ նշած Բելարուս դարձնելու ճանապարհին։ Դա չստացվեց, Հայաստանը չմասնակցեց այդ ավանտյուրային։ Դրա փոխարեն դա կարելի է ասել բարձր գինն էր, որը ցանկանում էր ստանալ Ռուսաստանը։ Բարձր գինը Հայաստանը չտվեց, Ադրբեջանը փոքր ավելի ցածր գին տվեց, ասաց, որ լավ, Հայաստանը չես կարողանում, Հայաստանը չի վճարում քեզ Արցախի դիմաց, ես քեզ վճարում եմ քո էներգակիրները արտանելու հնարավորություն ստեղծելով։ Ռուսաստանը որոշեց վաճառի այդ գնով։ Հայաստանի վաճառելը մի փոքր ավելի բարդ է, այստեղ կարելի է ժամերով խոսել, այստեղ կա աշխարհակահաղական որոշակի տրամաբանություն։ Հայաստանը կարելի է ներգրավել, կարելի է մտցնել սեփական կազմ կամ նման մի բան անել, բայց Հայաստան միավորը վերացնելը բավական բարդ է։ Իմիջիայից շատ ես էլի մեծերից եմ լսել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, շատ են խոսում այն մասին, որ Ստալինը նույնիսկ ցանկացել է Հայաստան միավորը վերացնել, բայց հրաժարվել է այդ մտքից։ Նիկոլ Փաշինյանը քննադատվում է պրոռուսական ուժերի կողմից, որ նա գնացել է Մոսկվա, իրականում Մոսկվա չի գնացել, Սանկտ Պետերբուրգ է գնացել, այնտեղ բանակցել է Վլադիմիր Պուտինի հետ, պարադոքս է, չէ, բայց այնուամենայնիվ սա կա, իրոք դաշնակցությունն է քննադատում, եւ այսպիսի մի խոսքերի համար հիմնականում ցիտեմ ուղակի, այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով թրիփ նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Արդեն ես տեսնում եմ մեր ինֆորմացիոն տարածքում որոշակի մտքեր, այդ թվում նաև այդ ուժերի կողմից, նրանց քաղտեխնոլոգների, քաղաքագետների կողմից, որ Ռուսաստանը ներգրավվելու է թրիփում որպես երրորդ կամ միգուցե նաև չորրորդ, հինգերորդ կողմ, եւ իրականում ինձ մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Մոսկվային կառուցել, կատարել սեփական ներդրումային պարտավորությունները եւ կառուցել այդ 3 գիծը, Ախորիկ, Իջևան եւ Երաս, եթե չեմ սխալվում, սա տրամաբանական կլինի, որ Մոսկվան փոխարենը կառաջարկի իր մասնակցությունը նաեւ թրիփում յուկաժդեի տեսքով։ Խնդրեմ նաև ձեր տեսակետը։ Ես մի փոքր համաձայն չեմ այդ տրամաբանության հետ, տեսեք։ Թրիփ նախագիծը ունի միջազգային նշանակություն։ Այն չի սկսվում եւ չի ավարտվում Սյունիքով։ Թրիփ նախագծի իմաստն այն է, որ այն իրար կապի արևելքը եւ արևմուտքը։ Վերջին, եթե չասենք, երևի թե 1000 տարվա ընթացքում կամ գուցե մի փոքր ավելի քիչ, թուրքական տարի մեր տարածաշրջան այդպես ամբողջությամբ ներառվելուց հետո առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել արևելք եւ արևմուտքը կապել շատ կարճ ճանապարհով, շրջանցելով Ռուսաստանը եւ Թուրքիան եւ նաեւ Իրանը։ Եվ այդ հնարավորությունից ցանկանում են օգտվել բոլորը։ Բոլոր ասելով ես նկատի ունեմ բոլոր տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային գլոբալ քիչ թե շատ հնարավորություն ունեցող ուժերին։ Թե արաբական աշխարհը, թե Չինաստանը, թե նույն Պարսկաստանը, թե նույն Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները, շրջանցելով Ռուսաստանը եւ Իրանը։ Ռուսաստանը եւ Թուրքիան նաեւ, եթե ճանապարհները գնան Վրաստան եւ Սևծով ճանապարհով։ Այսպես էլ է հնարավոր անցկացնել այդ ճանապարհները։ Այսօր այդ հնարավորության մեջ փորձում են ներառվել բոլորը։ Բայց կա այսպիսի մի հետաքրքիր առանձնահատկություն, տեսեք։ Թրիփ նախագիծը կարող է կապել իրար արևելքը, Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Թուրքիայի նավահանգիստներ Եվրոպա ճանապարհով, անցնելով Նախիջևանից դեպի Կարս եւ անցնելով Նախիջևանից դեպի Կարս Հայաստանով։ Որովհետեւ գիտենք, որ Թուրքիան հայտարարել է եւ նույնիսկ հիմնարկեք է արել եւ կառուցում է ըստ իրենց երկաթուղի դեպի Նախիջևան։ Եթե այդ երկաթգիծը անցնում է այս ճանապարհով ամբողջապես Թուրքիայի ճանապարհով, Հայաստան նորից չի մտնում, ապա ոչ միայն Հայաստանն է այստեղ դժում։ Այստեղ դժում են նաև բոլոր նրանք, ովքեր կարող են Հայաստանի միջոցով որևէ մասնակցություն ունենալ։ Իսկ ով է այն
միջազգային ուժը, որը ամենամեծ հավանականություն ունի այս պայի այսօրվա դրությամբ 25 թվականի դեկտեմբերի դրությամբ այդտեղ մասնակցություն ունենալու։ Դա Ռուսաստանն է։ Ինչու՞, որովհետև Հայաստանի երկաթուղային ցանցերը կառավարում է Հարավկովկասյան երկաթուղին։ Այսինքն իմ պատկերացմամբ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը Ռուսաստանի նախագահի հետ տրիպի վերաբերվում է ոչ թե Մեղրիով անցնող հատվածին, այլ վերաբերվում է Երաս-Գյումրի հատվածին, որովհետև այստեղ Ռուսաստանը ունի երկընտրանք։ Այդ երկընտրանքը հետևյալում է. կամ կառուցել այս հատվածները արձիականացնել երկաթգիծը, որովհետև առանց արձիականացնելու երկաթգիծը անիմաստ է դա կառուցել Հայաստանի երկաթուղով, ես նշեմ, որ բեռնատար գնացքներին խորհուրդ է տրվում չգերազանցել 40 կմ/ժ արագություն։ Բնականաբար դա ոչ մի բանի մասին է, դա նշանակում է, որ Թուրքիան շատ արագ կառուցի այդ զուգահեռ երկաթգիծ եւ այլևս Հայաստանը որևէ բեռ չի անցնի։ Կառուցել այդ նշված երկու հատվածները գոնե, երրորդի մասին դեռ առանձին դա խոսակցության նյութ է, եւ արձիականացնել այդ ճանապարհը եւ այդտեղ օգուտ ստանալ եւ մասնակցել այդ տարանցմանը։ Ընդ որում, ինչու եմ ես նշում նաեւ շրջանցելով Թուրքիան, որովհետեւ դա նշանակում է ոչ միայն Երաս-Կարս իրար կապել, դա նշանակում է նաեւ կապել Նախիջևանը Վրաստանի հետ, կապել Իրանը Վրաստանի հետ եւ այստեղ հնարավոր է նաեւ հետագայում Սև ծովի ափով անցնող այդ երկաթգծի բացումը կարող է տեղի ունենալ Աբխազիայով, եթե Ռուսաստանի ձեռնտու լինի, եւ կարելի է նաեւ կապել Ռուսաստանը ընդհանրապես մերձավոր արևելքի հետ։ Այսինքն տեսեք, այստեղ Ռուսաստանը հնարավորություն ունի մնալ նախագծում։ Սա երկընտրանքի մի կողմն է։ Երկընտրանքի մյուս կողմն այն է, որ Ռուսաստանը կարող է փորձել ստանալ ամեն ինչ։ Ոչ, ես ցանկանում եմ եւ այդտեղ լինել, եւ ցանկանում եմ մասնակցել Մեղրիում կառուցված այդ երկաթգծին։ Ընդ որում շատ հետաքրքիր մի այսպիսի առանձնահատկություն կա Հարավկովկասյան երկաթուղու հետ ստորագրված կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է, որ եթե կառուցման գործընթացը կատարում է Հարավկովկասյան երկաթուղին, ավտոմատ կերպով այդ նոր կառուցված գծի կառավարումը անցնում է իրենց։ Եթե իրենք չեն կառուցում, Հայաստանի Հանրապետությունն է որոշում, թե ով է կառավարելու։ Տրամաբանություն իհարկե չկա, որ հայ-ամերիկյան ընկերությունը կարող է կառուցել եւ տալ Հարավկովկասյան երկաթուղուն։ Ռուսաստանը կարող է փորձել ամեն կերպ, այդպես ինչպես մենք գիտենք Ռուսաստանի դիվանագիտությունը սովորաբար կացինային ձևով է, այդպես նորից կացինային ձևով գալ եւ փորձել ասել, չէ, ես պիտի մասնակցեմ, եւ կորցնել ամեն ինչ, որովհետեւ ի վերջո, եթե նրանք չկառուցեն այդ ճանապարհները, եթե նրանք չարդիականացնեն այդ ճանապարհները, ի վերջո գալու է մի պահ, երբ Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու ուղղակի Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագիրը խցել, կամ եթե կգա 2038 թվականը, հուսանք, որ այնտեղ կա պայման 2028 թվականին Հայաստանը կհայտարարի, որ 2038-ին դադարեցնում է կոնցեսիոն պայմանագիրը, հակառակ դեպքում այն ավտոմատ կերկրացվի մինչև 2048, եթե գա 2038 թվականը, գուցե ուղղակի պայմանագիրը կվերջանա եւ Հարավկովկասյան երկաթուղին այլևս անելիք չի ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այս երկընտրանքի արժեվ կանգնած է Ռուսաստանը։ Ես ճիշտն ասած ինքս այդպես մեծ հույսեր չունեմ, որ Ռուսաստանում հասկանում են իրականում իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ իրենք պիտի մնան այստեղ եւ պիտի աշխատեն այնպես, ինչպես բոլոր մյուսները պիտի մրցակցեն մյուսների հետ հավասար հիմունքներով։ Իմ պատկերացմամբ Կրեմլում այնուամենայնիվ շատ հետ են իրականության զգացումից եւ մի փոքր ավելի հավանական է, որ նրանք կփորձեն ամեն ինչ պահել եւ ամեն ինչ ունենալ եւ կորցնեն ամեն ինչ, քան կհասկանան իրավիճակը եւ կփորձեն գոնե մնալ գործընթացներում, թեկուզ մյուսների հետ մրցակցելով հավասար հիմունքներով։ Այսինքն կոնֆրոնտացիոն, եթե կարելի է այդպես ասել, սցենարը ավելի հավանական է քան։ Մի փոքր ավելի, եթե թվերի լեզվով խոսենք, իհարկե հստակ հաշվարկ ես չունեմ, բայց այդպես պատկերավոր լինելու համար ասեմ 55-45 հավանականություն։ Պարոն Ղավեջյան, նաև հասկանանք Ադրբեջանի քաղաքականությունը։ Հենց այս պահին հայտնի դարձավ, որ հերթական Ռուսաստանից ցորենն է գալիս, Ադրբեջանի տարածքով հերթական գնացքն է գալիս։ Այսինքն սա միանգամյա ակցիա չէր։ Ասացին չէ, երբ որ առաջին գնացքը եկավ, նորից վերադառնանք մեր հարգելի ընդդիմադիրներին, ասացին միանգամյա ակցիա է, ինչ որ չգիտեմ, բոնուսա ինչա։ Սա քաղաքականություն է։ Այս քաղաքականությունը կարող է Հայաստանին վնաս տալ, ի վնաս Հայաստանի լինել, եթե սահմանը չի բացվում, հայ-ադրբեջանական սահմանը, եւ դրա փոխարեն իրենք նշեն, որ մենք շատ լավ առևտուր ենք անում, ինչ խնդիր կա, եւ այդ թվում նաեւ դելիմիտացիային եւ դեմարկացիայի գործընթացին, որը մեզ համար սա իմ անձնական կարծիքն է, ամենակարևորն է Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Տեսեք, 30 տարի Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է եղել եւ Հայաստանը Թուրքիան առևտուր է նայել Վրաստանի միջոցով։ Հայաստանը իհարկե կորցրել է տնտեսապես, բայց
չի վերացել, այսպես ասենք, եւ կարողացել է դիմակայել, կարողացել է ինքնին պահպանել, դեռ մի բան է տնտեսական զարգացում է ունեցել վերջին տարիներին, դա թրիշկած է տնտեսական զարգացում ունի։ Եթե լինի ձեր նշած սցենարը, որը իմ կարծիքով վատ սցենար է իրականում, դա կարող է աշխատել, ինչ որ ժամանակ կարող է աշխատել։ Բայց ես կարծում եմ դրա հավանականությունը բավական փոքր է, ինչու, որովհետև արդեն խոսակցություններ կան այն մասին, որ Ադրբեջանում լրջորեն քննարկում են այս պահին երկաթգիծը մինչև Ղազախից Հայաստանի սահման բերել եւ այնտեղից ավտոմեքենաներով ապրանքները դեպի Հայաստան անցկացնելու հնարավորությունը, այդ մասին մի բան լրատվականներ գրել օրեր առաջ, ինչը կապված էր օրինակ Վրաստանի միջոցով տարանցման բավական մեծ դրույքաչափի հետ։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ Վրաստանը այդպես շատ շտապ փոխելու է իր քաղաքականությունը, առավել եւս որ մենք 30 տարի տեսնենք, որ Վրաստանը Թուրքիայից Հայաստան տարանցիկ փոխադրումների հարցում նույնպես բավական հետաքրքիր, այդպես յուրօրինակ, այդպես մտագրել քաղաքականություն է վարել, եւ Ադրբեջանում ի վերջո ինչ-որ մի պահի կասկան Ադրբեջանը Թուրքիա չէ, եկեք դա անպայման հիշենք, Ադրբեջանը չունի բազմաթիվ հնարավորություններ կապվելու իր հեռավոր արևանների հետ, Ադրբեջանը ունի 3 ճանապարհ դեպի արևմուտք, դրանք են Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Վրաստանը մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրներ է այս պահին ստեղծում ոչ միայն մեզ համար, նաև Ադրբեջանի համար բազմաթիվ են գրառումները այն մասին, որ սկսել են վրացի պաշտոնյաները ինչ-որ կաշառքներ վերցնել, մաքսային ծառայությունները եւ այլն։ Իրանը խնդրահարույց է կապված միջազգային հարաբերությունների հետ եւ Հայաստանը այս պայն այլընտրանք է Ադրբեջանի համար, այնքան ինչքան Ադրբեջանը այլընտրանք է մեզ համար օրինակ Ռուսաստանի հետ հարաբերվելու։ Մենք եւս տեսեք երկար տարիներ Ռուսաստանի հետ արտանում եւ ներմուծում եք իրականացել Վրաստանում, մի փոքր էլ Իրանով։ Ես նշեմ, որ կային իրավիճակներ, երբ Վրաստանով խնդիրներ լինում եւ Իրանից նավով դեպի Աստրախանի նավահանգիստ ապրանքներ տեղափոխվել են։ Նույն իրավիճակը ինչպես Ադրբեջանը Վրաստանով եւ Իրանով հարաբերում էր արևմուտքի հետ։ Եվ այս պահին կարելի է ասել, որ այդ սահմանի բացումից հավասարապես շահում ենք եւ մենք եւ Ադրբեջանը, եւ Ադրբեջանում կարծես թե դա հասկանում են։ Հենց դա է պատճառը, որ ես նշեմ, որ սա 4-րդ բեռն է, որը Ադրբեջանով ձեր նշած ծորենը, որ գալիս է Ռուսաստանից, որը Ադրբեջանում գալիս է Հայաստան, 2 անգամ ծորեն է եկել, 1 անգամ ուրեմն բենզին է եկել եւ սա 4-րդ բեռն է։ Ես կարծում եմ, որ սա շարունակական է լինելու, ընդ որում, եթե հնարավոր եղավ թեկուզ մեկ կետ աշխատեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեսեք մենք ունենք սահմանազատված հատված եւ այդ հատվածով հնարավոր է ինչ-որ մի կետ աշխատեցնել միայն բեռների համար։ Մեծ հավանականությամբ կսկսեն բեռներ գալ նաեւ ուղիղ ճանապարհով Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Ադրբեջանից դու Հայաստան, օրինակ այն բեռները, որոնք Հայաստանում պատվիրում են, Հայաստանի ներսից պատվիրում են Չինաստանից։ Հայաստանը Չինաստանի առևտուրը բավական մեծ ծավալներ ունի, եթե չեմ սխալվում, 3-րդ գործընկերն է Հայաստանի Հանրապետության Չինաստանը, 3-րդ թե 4-րդ գուցե սխալվեմ, եւ այդ բեռները սովորաբար գալիս են կամ ծովով Իրանով, կամ գալիս են Ռուսաստանով անցնելով։ Ծովի ճանապարհը ունի իր խնդիրները, բավական երկար է տևում, 1.5-2 ամիս է տևում։ Ռուսաստանի ճանապարհը այլ խնդիրներ ունի, Ռուսաստանում ամեն մի հատվածում, որտեղ կա որևէ ինչպես մեր դասական երկրորդ նախագահները ասում ուչաստկովի կանգնեցնում են ավտոմեքենաները եւ փող է պահանջում եւ ծախսերը դրա հետևանքով բավական մեծանում են, իսկ Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան ճանապարհով շատ հեշտությամբ բեռները կարող են գալ եւ շատ էժան դա կարող է նստել։ Իհարկե այստեղ փոխվստահության խնդիր կա, բայց նման ակցիաները հնարավորություն են տալիս այդ վստահությունը ձևավորել։ Պարոն Ղավարյան, եւ վերջի երևի թե տրամաբանական հարցը, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանի բացումից հավասարապես շահում են, ով չի շահում բացի Վրաստանից։ Չեն շահում Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը, եթե այդպես շատ կարճ լինենք, ակնհայտ է, որ Ռուսաստանի դեպքում նա կորցնում է միջնորդի դերը, միջնորդի ոչ որպես տարանցիկ փոխադրող, այդ միջնորդի երկու պետությունների միջև փոխհարաբերությունների առումով, որովհետեւ այսքան տարի մինչեւ այսօր է Ռուսաստանը անընդհատ փորձում է պայել, տեսեք, ինչու են ռուս պաշտոնյաները անընդհատ հիշեցնում երրակոմ պայմանավորություններ, որովհետեւ այնտեղ իրենք միջնորդ են, այնտեղ իրենց ստանալիքը ստանում են։ Վրաստանը, որովհետև կոնկրետ ֆիզիկապես նա կորցնում է տարանցիկ այդ ճանապարհները, դա վերաբերում է նաև Թուրքիային, 30 տարի Վրաստանի բյուջեում մի որոշակի հատված
կապված է եղել Հայաստան տարածիկ փոխադրումների հետ։ Հիմա Վրաստանը դրա շատ մեծ տեսարուձի բաժինը կորցնելու է, եւ Իրանը, որովհետեւ Իրանը եւս որոշակի առումով տարածիկ փոխադրումների հարթակ էր թե մեզ համար, թե Ադրբեջանի համար, եւ նա եւս այս բանը կորցնելու է։ Մենք կարող ենք եւ կարծես թե Հայաստանի իշխանությունները դա անում են, մենք կարող ենք այլընտրանքներ առաջարկել մեր գործընկերներին եւ այդ այլընտրանքներից մեկը կարող է լինել հենց այդ հյուսիս-հարավ ճանապարհը, հենց այն ինչի մասին մենք խոսեցինք, օրինակ Ռուսաստանին առաջարկել փորձել իրենց ազդեցությունն օգտագործել Աբխազիայով ուրեմն երկաթուղին բացելու հարցում, այդ դեպքում Իրանը Նախիջևանով, Հայաստանով կկարողանա կապվել ուղիղ Ռուսաստանի հետ, ինչը բխում է հենց Ռուսաստանի շահերից, բխում է եւ Վրաստանի շահերից, բխում է եւ Իրանի շահերից, այսինքն այստեղ կան նաեւ հնարավորություններ, որոնք կարելի կլինի օգտագործել, բայց նորից մենք գալիս ենք այդ Ռուսաստանի երկընտրանքի խնդրին։ Հուսանք, որ Ռուսաստանը կկատարի ճիշտ որոշում, փորձենք այստեղ տրամաբաններ են մտածել։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղևոնդյան, հարցազրույցի համար։ Մեր հյուրն էր հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։